Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբականակ կա, ճանապարհին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հարցին որտեղից է այն գալիս, նախարարը պատասխանել է՝ կհասնի, ես տոննաներով կհրապարակեմ, այս պահին դրանից ավել բան չեմ կարող ասել։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, Ռուսաստանից ցորենի առաջին խմբականակը Ադրբեջանի տարածքով է հասել Հայաստան։ Հայ-հնդկական հարաբերությունները նշանավորվում են դարավոր բարեկամությամբ եւ այժմ հասել են նոր ռազմավարական մակարդակի, հատկապես վերջին տարիներին, ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակը։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Նրա խոսքով Հնդկաստանը Հայաստանին համարում է ոչ միայն որպես գործընկեր եւ Հարավարևմտյան Ասիայի հարավային Կովկասով Եվրոպային կապող իր ավելի լայն կոնցեպտի մաս, այլև դիտարկում է Երևանի հետ իր հարաբերությունները որպես հիմնված խորը պատմական կապերի վրա։ Երևանում Լեհաստանի քաղաքացիները խուլիգանական վարքագիծ են դրսևորել նաև ռեստորանում, հայտնում են քննչական կոմիտեից։ Դեկտեմբերի 12-ին տեղեկացրել էինք, որ Նոա Լեգիա խաղից հետո Լեհ երկրպագուները Վերնիսաժի մոտ խուլիգանական վարքագիծ են դրսևորել, իրավապահները ձերբակալել եւ ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել եւ ռեստորան գնացել։ Ռեստորանում դրսևորված արարքի համար քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն եւ ֆիզիկական ներգործություն։